The President of the United States. Սպիտակ տան Վարդերի այգում Ամերիկայի ոսկե դարի պատմական վերադարձն է խոստացել Դոնալդ Թրամփը առևտրային պատերազմ հայտարարելով աշխարհին։ ԱՄՆ նախագահը հավաքված մեքենագործներին ցույց է տվել այն երկրների ցանկը, որոնց ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանում։ Our country and its taxpayers have been ripped off for more than 50 years. Մեր երկրի հարկատուներն ավելի քան 50 տարի կողոպտվել են։ Այս պատմական հրամանով ես վերջ կտամ այդ թալանին։ Reciprocal tariffs on countries throughout the world. Այսպիսով փոխադարձ մաքսատուրքեր կսահմանվեն տարբեր երկրների հետ։ Սա նշանակում է, որ նրանք մեզ, մենք իրենց, շատ պարզ է։ Այլևս թույլ չեմ տալու, որ աշխատասեր ամերիկացիների հաշվին մյուս երկրները հարստանան ու ուժեղանան, ինչպես արել են մինչև հիմա։ Ռուսաստանը Թրամփի ցուցակում չկա, չնայած ընդգրկված են գրեթե բոլոր պետությունները։ Բացառություն չէ նաև մեր երկիրը։ Թրամփի նոր որոշմամբ 10% մաքսատուրք է սահմանվում Հայաստանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ հայկական ապրանքները կթանկանան ամերիկյան շուկայում, ինչը ըստ փորձագետների կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ ալկոհոլի արտահանումը։ 10% մաքսատուրք է սահմանվել նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի նկատմամբ։ 10%-անոց այս մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Թրամփն ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել նահանգների խոշոր առևտրային գործընկերների համար։ If you look at that, China, first row, China 67%, that's tariff. Ինչպես տեսնում եք, առաջին շարքում Չինաստանն է 67%, Միացյալ Նահանգների պատասխան մաքսատուրքերը կկազմեն 34%։ 67%, I think. Այսինքն նրանք մեզնից են վերցնում, մենք նրանցից ենք վերցնելու, բայց մենք, ինչպես տեսնում եք, նրանցից քիչ։ Ինչպես կարող է որևէ մեկը դժգոհել։ Մենք ավելի շատ փող կգանձենք նաև Եվրոպական միությունից։ Դուք գիտեք, որ Եվրոպական միության հետ մենք բարեկամներ ենք, բայց նրանք մեզ թալանում են։ Դա շատ տխուր է։ 39% նրանք են մեզնից գանձում։ Մենք նրանցից այսուհետ կվերցնենք 20%, գրեթե կեսը։ Ճապոնական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը կկազմեն 24%, հնդկական ապրանքների համար 26%։ Եթե ցանկանում եք, որ մաքսատուրքեր ընդհանրապես չլինեն, ապա ձեր ապրանքներն արտադրեք այստեղ, Միացյալ Նահանգներում, ասել է Թրամփը։ Նա խոստացել է ամերիկյան բարձրացող մաքսատուրքերից գոյացած գումարը օգտագործել Ամերիկայի պետական պարտքը մարելու, հարկերը իջեցնելու համար։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։